Հեցի վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հրապարակմանը մնացել է 1 ամիս։ Կվերցվի արդյոք ընկերության լիցենզիան Տաշիր ընկերությունների խմբից թե ոչ։ ՀԾԿՀ նախագահը հրաժարվել է պատասխանել հարցին։ Նա կրկին հավատացրել է, որ անկախ նրանից, թե ինչ է հայտարարել Հայաստանի վարչապետը հեցի վերաբերյալ, հանձնաժողովը օբյեկտիվ որոշում է կայացնելու։ Լրագրողները հիշեցրել են, որ ըստ Նիկոլ Փաշինյանի հեցի շուրջ իրավիճակի հանգուցալուծման 2 սցենար կա, եւ դրանցից որն էլ լինի, ընկերության լիցենզիան Տաշիր ընկերությունների խմբից պետք է վերցվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին անդամ ՀԾԿՀ նախագահը չի համաձայնել լրագրողների այս դիտարկմանը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենի հիմքում քաղաքական որոշումն է։ Դրա համար մեր բոլոր կասկածները ուղղված է դրա մասին է։ Դուք չեք կարող Նիկոլ Փաշինյանի հակառակ որոշում կայացնել։ Այս է խնդիրը։ Դուք հիմա ինչ պատճառաբանություն եք բերել, քաղաքական որոշումը է կայացվելու։ Դուք հիմա ինձնից հարցը զրույց եք վերցնում, թե իմ հետ բանավիճում եք։ Չէ, դուք բանավիճում եք։ Որ ձեր ոտակապած չի, կաշկանդված չեք։ Ես արդեն պատասխանեցի այդ հարցերին։